Սիրելի երկրորդ դասարանցիներ, մայրենիից շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր մենք կամփոփենք ով ենք մենք թեման։ Այս դասին տասկում աշակերտները կվերհիշեն թեմատիկ շարքի հերոսներին, կհորինեն պատմություն, կվերհիշեն նաև իրենց տված բառերի ճիշտ գրությունը, իրենց սովորած բառերի ճիշտ գրությունը, կգնահատեն բարև ես եմ օրագրում գրած և կատարած աշխատանքները։ Հիմա կատարենք առաջադրանքները։ Կարտա թեմատիկ խմբում հերոսների խոսքերը։ Ներքևում պատկերված են հերոսները։ Նախ գրենք հերոսների անունները։ Սա քաջ մանուկն էր, հիշում եք, որ մոծակից էր վախենում։ Սա ով էր երեխաներ, ասեղ անունով Ոզնին։ Քամին էր, որը ցանկապատի տակ քնած էր։ Մայրիկը, որը հիվանդացել էր, բայց աղջկա շնորհիվ արագ վերականգնվեց։ Նարեն, ով սովորեցրեց ընկերոջը խաղալով սովորել։ Բարի խնձորենին, որը իր պտուղները չափսուսաց և նվիրեց ասեղ Ոզնուն։ Նարեկը, որը միայն խաղալ էր սիրում։ Բժիշկ Այբոլիտը, հիշում եք, մենք թարգմանեցինք անունը և դրեցինք աղցավեց, բժիշկ աղցավեցը և բարի և հոգատար Աստղիկը, ում հոգատարության շնորհիվ մայրիկը առողջացավ։ Հիմա կարդանք, տեսնենք, որ խոսքերը ում են պատկանում։ Ես մանուկ եմ շատ ջրաճան, մեծ եմ արդեն, դպրոցական։ Առաջի համարը մանուկի մոտ ենք գրում, այսինքն այս խոսքերը պատկանում են մանուկին։ Ես չեմ սիրում գրել կարդալ, սիրում եմ խաղալ։ Ճիշտ է, այս խոսքերը երկրորդ համարը Նարեկին են պատկանում։ Արի մի կախարդական խաղ խաղանք, ում խոսքերն են երեխաներ։ Ճիշտ է, Նարեի խոսքերն են, երրորդ համարը գրում ենք Նարեի մոտ։ Ես հիմա քեզ կօգնեմ, հիշում եք ով օգնեց։ Քամին, այո, Քամին օգնեց ասեղին, որպեսզի ասեղը կարողանա խնձորները տանել իր հիվանդ եղբորը։ Զարմանում եմ ջրի վրա, որ հոսում է։ Նորից մանուկին է վերաբերվում, հինգերորդ համարը նույնպես մանուկի մոտ ենք գրում։ Ձայն չհանեք, մայրիկս հիվանդ է։ Հոգատար Աստղիկին են վերաբերվում այս խոսքերը, պատկանում այս խոսքերը։ Ոչ, աղջիկս, արդեն լավացա։ Սա էլ մայրիկի խոսքերն են, ով աղջկա հոգատարությունից շոյված լավացավ։ Դու մեր այգու լավ բարեկամն ես, ինչքան կուզես տար։ Այո, երեխաներ, խնձորենու մասին էր խոսքը։ Մենք արդեն գտանք, թե որ հերոսին, որ խոսքերն են պատկանում։ Անցնենք հաջորդ առաջադրանքին։ Այս առաջադրանքները մենք նաև տետրում կկատարենք։ Այս բառաղյուսակի մեջ գրված են պարտադիր բառացանկի բառերը, որոնք երեխաները սովորել են։ Համբուրել, ձախից աջ կաշտանք, հեքիաթ, դարձնել, նաև, պաշտպանել, վերադառնալ, առողջանալ։ Նաև կարդալ բառը։ Հետո կկարդանք վերևից ներքև ուղղահայաց ուղղությամբ։ Երգել, հիանալ, արդեն, եղբայր և նկարազարդ։ Այս բառերը մեր պարտադիր բառացանկի բառերն են։ Մենք պետք է կարողանանք այս բառերը ճիշտ գրել։ Այժմ կատարենք երրորդ առաջադրանքը։ Հորինենք մի ուրախ պատմություն, որի հերոսները լինեն թեմատիկ խմբի գլխավոր հերոսները՝ մանուկը, Ոզնին, ասեղը, Աստղիկը, Նարեն ու Նարեկը, Այբոլիտը, Քամին, մայրիկը, խնձորենին։ Երեխաներ, փորձեք հորինել մի հետաքրքիր ծիծաղաշարժ պատմություն։ Օրինակ, կարող էին հանդիպել անտառի բացատում այս բոլոր հերոսները և ինչ-որ մի հարց լուծել միասին։ Իհարկե, ես իմ տարբերակը չեմ առաջարկի ձեզ։ Դուք կհորինեք, ձեր ֆանտազիան շատ ավելի ուժեղ է, դուք կարող եք ցանկացած բան հորինել, բայց այնպես լինի, որ ում պատմեք, նա կարողանա ծիծաղել ձեր հորինվածքից։ Հաջորդ առաջադրանքը չորրորդն է՝ լրացնել խաչ բառը, ընդգծված սյունակում կկարդաս, թե ում էին հյուր եկել հեքիաթների հերոսները։ Այս առաջադրանքը նույնպես տետրում կա, մենք կկատարենք, իսկ հիմա հինգերորդ առաջադրանքը՝ լրացնել աղյուսակը ըստ բարև ես եմ օրագրում քո կատարած աշխատանքների, համապատասխան սյունակներում դնելով պլյուս նշանը։ Իմ կատարած աշխատանքները։
լրացրել եմ օրագրիս էջերը, եթե բոլորը, ապա բոլորի տակ եք դնում պլյուս, եթե մի քանիսն եք կատարել, մի քանիսի տակ, եթե միայն մեկն եք կատարել, այս մեկի տակ, եթե ոչ մեկը չեք կատարել, մինուս եք դնում, բայց ես համոզված եմ, որ ձեզանից շատերը բոլորը կատարել են, գրել եմ առանց ջնջումների, սա մի քիչ դժվար է, դժվար բոլորը կարողանային, նշումները կկատարեք, նկարազարդել եմ էջերը, նույնպես նշում եք, եթե բոլորը բոլորի տակ եք դնում պլյուս նշանը, եթե մի քանիսը, մի քանիսի տակ, եթե մեկը այստեղ, եթե ոչ մեկը այստեղ, և լրացրել եմ անսխալ, շատ կուզենայի, որ բոլորդ այս բոլորի տակ նշումները կատարեիք, և աշխատել եմ ինքնուրույն, մի քանիսի դեպքում ինքնուրույն, մի քանիսը ծնողների օգնությամբ, կարևորը որ դուք կատարել եք առաջադրանքը, իսկ այժմ այս նույն առաջադրանքները կատարենք տետրում։ Բառաղյուսակում բառերը կարտացվում են ձախից աջ և վերևից ներքև, գտիր և դուրս գրիր աչքի առաջ խորագրի քո սովորած բառերը, համբուրել, գրում ենք համբուրել բառը, հեքիաթ, դարձնել, նաև, պաշտպանել, կարդալ, տերև, վերադառնալ, առողջանալ, հիմա ուղղահայաց ուղղությամբ, երգել, հիանալ, արդեն, նկարազարդ, թեև, եղբայր, հետևյալ բառերն էին, դուրս գրելուց հետո կարելի ամեն բառից մեկական տող գրել և սովորել, և առաջադրանք երկրորդը, որը ես խոստացա, որ տետրում կկատարենք, խաչ բառն է, որ պիտի լրացնենք, առաջինը, նայում ենք նկարին և ասում, նկարում պատկերված է այբոլիտը, գրում ենք այբոլիտ, երկրորդ նկարում պատկերված է թզուկը, գրում ենք թզուկ, հեքիաթների հերոսներն են, երրորդ նկարում ով է երեխաներ, ճիշտ եք բուրատինոն, բուրատինո, և ամենավերջում ով է, չիպոլինոն, չիպոլինո անունով սոխուկը, Չիպոլինոն, հիմա տեսնենք ուղղահայաց ուղղությամբ ներկված վանտակում ում անունը գրվեց, ոզնի, խոսքը ասեղ ոզնու մասին էր, այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։